Եվս մեկ ամենից ամենամասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է իր ինտուիցիայի մասին, դա իսկ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Իմ 6-րդ զգայարանը շատ զարգացած է։ Այդ փաստն ինձ շատ օգնում է հանդիսավարական իմ պրակտիկայի ժամանակ, երբ 150 հոգանոց միջոցառման ժամանակ ներքին ձայնս ինձ հուշում է, թե որ հյուրը կարող է հարամել միջոցառումը, իսկ ով ճիշտ հակառակը՝ ստեղծել ուրախ մթնոլորտ։ Լիանա Զուրաբյան։ Ոնց որ կանխով զգում եմ, ինչ պետքա լինի։ Մարդուն տեսնում եմ, իր ներաշխարհը անմիջապես հասկանում եմ։ Ասենք միջոցառում եմ վարում, եղան 150 հոգի, չեմ չափազանցնում, այդ 150-ն էլ ես զգում եմ, ով ինչ կարգի է, եւ նույնիսկ զգում եմ, որ այդ մարդը այդ օրը այդ հարսանեկը փչացնելու է։ Նույնիսկ պատվիրատուին եմ զգուշացրել, ասել եմ, այս մարդուն ճանապարհեք տուն, այս մարդը փչացնելու է օրվա առիթը։ Չեն լսել, չեն արել եւ իրոք միակ եղավ արյունահեղություն։ Ընդհանրապես լավատեսությունը ունեմ, նաև մարդուն վստահելուն եմ, բայց այդ իմ վստահությունը ավելով ինձ խանգարում է, բայց ես զգում եմ, որ դա ասենք հաստատ ինչ-որ բան այն չի լինելու։ Ու չափազանց իմ ազնիվ լինելը, այդ ամենը ինձ խանգարում է, բայց ես կոնկրետ գիտեմ մարդը ինչա շնչում, ինչա արտաշնչում։ Դա ինձ օգնում է նաև ասեմ, բարեմաղթանքներ ասելու, շնորհական ուղերձներ եմ, հա, անում։ Դա ինձ օգնում է, ինչպես տեքստը կազմեմ, ես ընդհանրապես ոչ մի անգամ չեմ գրում թղթի վրա իմ բացիկները։ Այստեղ շարադրվում ա լրիվ։ Ես ընդհանրապես պատվիրատուին ասում եմ, մի հատ նկարագրեք, հա, օրվա հոբելյարի, մտել լուսանկար եմ խնդրում, ով պատրաստում շնորհական ուղերձը, պատվիրատուս ինչ լավ ազդացվեց, ինչքան լավ եք բնութագրել, ոնց որ երկար տարիներ ես մարդուն իմանայի։ Լիանան անկեղծ խոստովանում է, որ իր ներքին ձայնը օգնում է նաև, երբ ինքն անցկացնում է պոեզիայի երեկոներ։ Գալիս են, հա, պոեզիա լսողներ, ասենք կարող է ես դրածել եմ Սևակ Սահյան, բայց զգում եմ ընթացքում, որ այդ մարդը նաև տերյան աշխարհ ունի, հետո որ ասում եմ, ակամից, հա, իմ սրտից է։ Եկի այդ աշխարհում գրենենք մենակ, ցավ կյանքի մեռնող հույզերից խփված, կերազենք անհուշ, անվերջ ու անհակ, պայծառ աշխարհում առհավետ կապված։ Իմ ներքին ձայնը Լևոնի հետ կապված, ես զգում եմ, որ ինքը շատ մեծ մարդ է լինելու։ Ինձ շատ են ասում, որ պարապի, շատ իրեն ուսումը թերի է, չի գնում նորմալ դպրոց, բայց իմ ներքին ձայնով ես վստահ եմ, որ ինքը շատ հզոր մարդ է լինելու, ինքը բնությունով է բացվում։ Իսկ ինչ են պատմում Լիանա Զուրաբյանի մասին իր ձեռքի ափն ու տարո քարտերը։ Տվյալ անձնավորությունը ունի շատ խոր դեպրեսիոն շրջան, կրկնակի հիասթափություն, բացի այդ ամեն ինչից հետ կապված, ինքը միշտ մարմնավորել է մայրական կողմից ցավը։ Շատ դրական, շատ պոզիտիվ, անմիջական անձնավորություն, բայց իր կյանքում երկու հիասթափություն, որ իրան թույլ է տվել այդ քայլից հետո գնալ ավելի առաջ, որովհետև ինքը շատ նեղվածության մեջով անցել, որովհետև անկախ նրանից, որ ինքը միշտ ասել է իմ մոտ լավ է, էս է, այն է, ինչ է, դա իրան չի վերաբերվում։ Իսկ իր կարտան ամենակարևոր բանը, որ իրան կասեմ, երազկոտ անձնավորություն, որը որ միշտ իրան առաջ է տանում։